Hello-bit, այլ կերպ ասած ֆինանսական բուրգ։ Ամիսներ առաջ մարդիկ սկսել էին գումարներ դնել հարթակում եւ ստանալ ներդրածից ավելին։ Իսկ մի քանի օր առաջ սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ գումարը կանխիկացնել այլևս չի ստացվում։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, պատմում է, վարկ էր վերցրել, $1000 ներդրել։ Անկեղծ ասած շատերից էի լսել, որ գումար են ներդրել ու շահել։ Որոշեցի ես էլ փորձեմ։ Ներդրեցի, բայց զգում էի, որ ուշ թե շուտ փակվելու է։ Ինձ նույնիսկ զգուշացել եմ, որ մինչև նոր տարի անպայման հանեմ գումարս, որովհետև հենց այդ ժամանակ են սովորաբար փակվում։ Բայց ջահասրի։ Ոստիկանությունը սեպտեմբերին էր հաղորդագրություն տարածել նմանատիպ ֆինանսական բուրգերից զգուշանալու մասին։ Հայաստանում ահռելի տեմպերով տարածում են գտնում տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք հանդես գալով Citybike, Hello-bit եւ նմանատիպ այլ անվանումներով առցանց հարթակների միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ, միևնույն ժամանակ խոստանալով նաեւ բարձր տոկոսներ ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց։ Այդպիսի հարթակներում գոյացած եկամուտներ առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած եկամուտը։ Արդյունքում կուտակելով մեծ թվով ներդրողներ եւ ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը եւ այն անձինք, ովքեր կատարել են ներդրումներ, կորցնում են ամբողջ գումարը։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդրելուց։ Իսկ արդեն այսօր ոստիկանությունից հորդորում են տուժողներին դիմել տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Մինչ օրս ոստիկանությունը ընդամենը 4 հաղորդում է ստացել, իսկ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, իրեն հարյուրավոր մարդիկ են դիմել, ոմանք տասնյակ հազարավոր դոլարներ են կորցրել, գայթակղվելով անհավանական բարձր տոկոսներով գումարի վերադարձի խոստումներով։ Որ պատկերացնեք, այդ տոկոսները կարող են օրական 2-3-ի հասնել, այսինքն այլանդակ մեծ տոկոսներ են, իրական կյանքում տենց բան չի լինում։ Այսինքն դա արդեն առաջին ցուցանիշն է բուրգի, երբ որ քեզ տալիս են օրը 1-2-3%, որ պարզ լինի ավանդը բանկում կարող է հասնել 10-11% տարեկան, իսկ այստեղ օրական է տալիս։ Բուրգի փակումն ու անհետացումն էլ մեկ օրում է լինում, երբ այն ստեղծողները հասկանում են, որ ներգրավված մարդկանց քանակը բավարար է։ Բնականաբար այդ ամեն ինչը կրիպտոյով դուրս է բերվում ու օջը գտնելը շատ դժվար է։ Հաճախ այս նույն Hello-bit-ում էլ սկսում են մարդկանց համոզել, մարդկանց մոտ դեռ հույս կա, որ փողը կլինի հետ բերել, որ գումարի 10%-ը ինչ-որ հար կա, բան է, պետք է իբր վճարես, որ մի հատ էլ այդ քերեն մարդկանցից տանեն, այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այդ ձևով այլևս գումարը հանել չի լինի։ Արդյոք մարդիկ կկարողանան իրենց գումարը վերադարձնել, մեդիա փորձագետը նշում է, հավանականությունը քիչ է։ Միակ տարբերակը պետք է դիմել իրավապահներին, այսինքն ոստիկանությանը, որ այնտեղ գործ հարուցվի։ Մեկ տարբեր երկրներում նման հանցագործներին բռնում են։ Այս վերջերս օրինակ Հայաստանում էլի հերթական տես մի խումբ բռնեցին, որը աշխատում էր ուրիշ երկրի վրա։ Հիմա եթե օրերից մի օր դրանց բռնեն, որտեղ իրանք պարզա որ մենակ հայերին չեն թալանում։ Նրանք ով ոստիկանությանը դիմել են, շանս կունենան փոխհատուցման դիմելու։ Շանսերը շատ փոքր են, որ այդ գումարը հետ կգա, բայց եթե չդիմեք ոստիկանություն, իրանք զրոյական են։ Ֆինանսական բուրգերը սովորաբար արտերկրից են ղեկավարվում եւ ամբողջ աշխարհում են տարածված։ Վերջին 4 տարում Հայաստանում 5-ից 6 մեծ եւ տասնյակ փոքր բուրգեր են գործել։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։